Փառք Աստծուն այս հրաշալի օրվա համար, սա հրաշալի տոնն է, որ մենք իրականում կարանք տոնենք ու փառաբանենք, գիտեք, Հիսուս այստեղ ներկա է, փառաբանության ժամանակ հանկարծ մի տեսիլք եկավ իմ աչքի առաջ, ուզում եմ այդ տեսիլքը բարձրաձայնեմ, երբ որ երգում էինք, որ գետերը հորդեն, հանկարծ Տերը հիշեցրեց մի քանի վաղ առաջ, որ մի զարմանալի տեսիլք էր նա ցույց տալիս, ու այնքան զորավոր էր այդ տեսիլքը, պատկերացնում եք, մենք մի աղոթքի ժողովքի ժամանակ էինք, գտնվում ենք միտեղ, որտեղ հովներ են հավաքված, ու հետո այդ առաջնորդներից մեկ հրավիրեց հովներին, որ աղոթենք Հայաստանի համար, մենք եկանք առաջ ու ծնկի եկանք ու սկսեցինք աղոթել Հայաստանի համար, որ Տիրոջ օգնությունը գա, որ Տիրոջ օրհնությունը գա, որ Տիրոջ ազդեցությունը գա, սիրելիներ, այնքան ուժեղ էր, մենք ծնկի եկել ենք ու աղոթում էինք, ու Աստծո ներկայությունն յուրահատուկ եկավ այդ վայրը։ Ու զարմանալին գիտեք որներ, որ երբ որ նրա ներկայությունը եկավ, մեկ էլ Տերը աչքերս բացեց, ես սկսեցի տեսիլք տեսնել, ու այդ պահին զարմանալի էր, որ այդ ղեկավարը դե աչքներս փակ է, աղոթք ենք անում, ես այդ տեսիլքը որ տեսնում եմ, այնքան ինձ երկյուղ էր, այնքան ազդեցություն էր եկել, ես ինձ համ աղոթում եմ, համ այդ բաներ տեսնում եմ, ու մեկ էլ այդ ծառայողը միկրոֆոնը ոնց որ զգար հոգու մեջ, պատկերացեք, sense մոտեցավ, միկրոֆոն տվեց, ասեց, «Կարի, շարունակի այդ աղոթքը, ինչ որ դու հիմա տեսնում ես, ոնց որ արձակի էդի»։ Այնքան ուժեղ էր, ես սկսա այդ ամենը արձակել, ու գիտեք, տեսիլքը այսպիսին էր, որ ոնց որ ասես Աստծո գահը տեսնեի, ու այդ գահի առաջ այդ ապակյա ծովը տեսնեի, ու տեսնեի այդ սա հովներին, որ իրանք այդ ապակյա ծովի վրա ծնկի եկած աղոթք են անում, ու մեկ էլ գիտեք ինչն էր ամենազարմանալին, հանկարծ լսում եմ, որ Աստծո գահից ոնց է գետը հորդում, գետեր են հորդում այդ գահից, քչքչալով են հորդում, մեկ էլ լսում եմ Տիրոջ ձայնը, ասենց ասում Սուրբ Հոգին, ասում է, ուզում ես տեսնես այդ ինչ քչքչոց է։ Դուք չեք պատկերացնում, ես էսի համ աղոթում եմ, համ տեսնում եմ, համ խոսում եմ, համ տեսնում եմ, ոնց որ այդ մթնոլորտի մեջ այնքան զարմանալի էր, որ դու համ դրա մասին աղոթում ես, համ այդ բանը ազատագրում ես, միաժամանակ դու տեսնում ես, որ այդ բաների մասին խոսում ես։ Տերը բան է ցույց տալի ու դու այդ բաները ազատագրում ես։ Ու այնքան հետաքրքիր, մեկ էլ այդ պահին Տերը ասենց ոնց որ ասեց զում աներ, մոտիկացրեց այդ գետը, որ ես այդ գետի մեջ տեսնեմ, այդ ինչ ձայն է հնչում, այդ ինչ քչքչոց է հնչում, մեկ էլ տեսնեմ այդ գետի մեջ հրեշտակներ, որ իրար այդ պար բռնած, սենց իշնում են, ու այնքան հետաքրքիր, որ ընես պար էին բռնում, ընես ուրախության աղաղակներով, այդ հրեշտակները սենց իրա փաստուն մեկ էլ ես ասում եմ, դեր ուրեմն իրանց ձայներ, սիրելիներ, ոնց որ զարմանալի բան տեսնեի, որ ոնց այդ գետը գնում ու ոնց են այդ հրեշտակները այդ գետի մեջ, էդի ուղղակի ջուր չի, որ մենք հասկանանք սովորական բնականոնի պես, դա իր հրեշտակների գետն է, որ գալիս է, որ փրկության իրականություն ակտիվացնի շատերի համար, նրա փրկության այդ ուրախության ձայնեն էր, որ նրանք ասես այդ ուրախության պարերը բռնած, արդեն դեռ հլը շատերի փրկությունը մեզ չի մտե, բայց նրանք արդեն գիտեն, որ շատերի փրկությունը ներս է մտնելու, ու նրանք այդպես հորդում էին ու գալիս են երկրի վրա։ Մենք աղոթում ենք Հայաստանի համար։ Մենք աղոթում ենք Հայաստանի համար, ու Տերը այդ տեսիլքը ցույցեց այդ հողի վրա։ Գիտեք, այնքան զորավոր է, որ մենք կպնենք երկնքի այդ իրականությանը, որ այդ ազատությունը գա մեր սրտների մեջ, որ այդ ազատությունը գա մեր մտածմունքի աշխարհների մեջ, որ մենք բռնված չլնենք, գերի չլնենք, լցված օտար բաներով չլնենք, այլ կյանքի իրականությունով լցվենք, որ դա հորդի մեզանից, որտեվ Տերը եկել է մեր մեջ, նա բնակվում է մեր մեջ։ Հանկարծ այդ երկի ժամանակ այդ գետի այդ տեսարան եկավ աչքիս առաջ, ոնց էին այդ հրեշտակները քչքչալով, ուրախանալով, պարբռնած, աղմկալից հորդում են ու գալիս են այս երկրի վրա։ Ինչ հիասքանչ է Տերը, սիրելիներ, այս վայրում։ Մենք իրականում պետք է իր հետ համագործակցության մեջ բարձրանանք։ Տերը ամեն բան արել է, որ մենք կտրված չլինենք այդ երկնքի իրականությունից։ Գիտեք, այս օրերի մեջ այնքան տեսիլքներ Աստված բաց է, որ մենք աղոթում էինք, Տիրոջ երեսն էինք փնտրում, շարունակում էինք իրան փափագել, Տերը ավելի ու ավելի բաներ էր բացում։ Ասեմ ձեզ, գիտեք, 50 օր անցավ, 50 օր ամեն մեկը ինչ որ բանով զբաղվել եք։ Ես օրինակ ասեմ ինչով եմ զբաղվել։ 50 օրվա կտրվածքով իմ սրտում մի հատ ուղղություն կար ու մենք կպած էինք աղոթքով, կանգնած էինք Տեր, հայտնի քո զորությունը, հայտնի, մենք քո հայտնության կարիք ունենք, քո կենթանության կարիք ունենք։ Ինչի՞ եմ այս բանը բարձրաձայնում, որտեվ ասում եմ Հիսուս, ինչի վրա դու կենտրոնացած ես, օգնի որ մենք էլ կենտրոնացած լինենք, որտեվ ինչը որ դու կարևորում ես, օգնի որ մենք էլ կարևորենք։ Եթե դու կենտրոնացած ես, որ քո հարության կենթանությունը բացես մեր մեջ, բայց մենք դրա վրա կենտրոնացած չենք, ապա դարձրում է սիրտը, որ մենք էլ կենտրոնանանք, որ մի
օրվա գաղափարով չհիշատակենք հարության օրը։ Ամսի 29 ապրիլի մենք տոնեցինք այդ հարության ուրախությունը ու գնացինք սաղս մեծ մասս գնացինք մեր գործերով, մեր հոգսերով, մեր խնդիրներով ու ասես թե ինչ որտեղ բաց թողեցինք այդ մտածմունքները։ Սիրելիներս, ես կոչ եմ անում բոլորիդ, որ դուք բաց չթողեք հարության իրականությունը ձեր կյանքում։ Դուք եթե դի բաց թողեցիք, շատ բան կկորցնեք։ Ձեզանից յուրաքանչյուր պետք է հարության իրականության հետ ապրի։ Ամեն օր, ամեն իրավիճակի մեջ, ինչու՞, որտեղ այդ հարության իրականության համար էլ իսկ եկել է Սուրբ Հոգին։ Հենց հարության համար է Սուրբ Հոգին եկել։ Նա չի եկել մեզ համար, որ մեր սրտի ցանկությունները կատարի, նա եկել է, որ հարության իրականությունը իմ ու քո ներսում հաստատի եւ ոչ միայն նաեւ այդ իրականության մեջ քեզ բարձրացնելով քո սրտի ցանկությունները կատարի։ Որ քո սրտի ցանկությունները կտրված չնեն Աստծո սրտի ցանկություններից։ Որտեւ եթե քո սրտի ցանկությունները կտրված լինեն Աստծո սրտի ցանկություններից, մի քիչ դժվարություն կունենաս։ Որտեւ Սուրբ Հոգին չի եկել որ քո սրտի ցանկությունները կատարի, նա եկել է որ հոր սրտի ցանկությունները կատարի քո համար։ Դրա համար համոզված եղի որ քո սրտի ցանկությունները կապ ունի իր սրտի ցանկությունների հետ։ Ինչու՞, որտեւ երբ որ համոզված եղար, դու պետք է մեծ բաներ տեսնես։ Մեծ բաներ տեսնես, Աստծո փառքի դրսևորումները պետք է տեսնես։ Երեք կենտրոնացում, որի մասին ուզում եմ խոսեմ, հետո մենք աղոթել ենք վերջում հիվանդների համար, մարդկանց համար, կյանքների համար, ձեր յուրաքանչյուրի համար աղոթել ենք, սիրելիներ։ Երեք կենտրոնացում, որ Հիսուսը անում է իր համբարձվելուց առաջ։ Երեք կենտրոնացում շատ կարևոր է, որ մենք դրան ուշադրություն դարձնենք։ Գիտեք, ինձ շատ գրավում է Հիսուս ինչի վրա է կենտրոնացել։ Ուզում եմ, որ այսօր մենք էլ դրա վրա կենտրոնանանք։ Երբ որ ինքը 40 օրվա կտրվածքով այցելում էր իր աշակերտներին, ուզում եմ առաջի տեղը ձեզ ցույց տամ։ Գործ առաքելոց 1:3-ում գրված է, որոնց էլ իր չարչարանքից հետո իրան կենթանի կանգնեցրեց շատ ապացույցներով 40 օրվա միջոցում երևելով նրանց եւ Աստծո արքայության համար խոսելով։ Ուշադրություն դարձեք գործ առաքելոցի 1:3-ը, որ Ղուկասը ինչ է անում, մի հատ պատվական մարդու տեղեկություն է փոխանցում։ Ինչ տեղեկություն, թե Հիսուսը ինչի վրա կենտրոնացած էր, ինչ կարևոր բանի վրա կենտրոնացած էր։ Ու ինքը այդ պատվական մարդուն, որ նաեւ աշակերտ էր Թեոփլե անունով, նրան ուղղում է այդ կենտրոնացման վրա, ինչի վրա որ Հիսուսը կենտրոնացած էր։ Շատ կարևոր է սիրելի եկեղեցի, որ եկեղեցին կենտրոնացած լինի։ Այն բաների վրա, ինչի վրա որ Հիսուսը կենտրոնացած է։ Ամեն։ Թող ինչ որ մեկը բարձր ասի ամեն։ Գիտեք, սա շատ կարևոր է, որ ես ու դու բռնենք սրանից։ Ուրեմն երեք կենտրոնացում, որ Հիսուսը դե շատ բարձրաձայնում է։ Առաջի կենտրոնացումը դա իր կենթանության իրականությունն է, որովհետև ասում է նա իրան կենթանի կանգնեցրեց շատ ապացույցներով 40 օրերի կտրվածքով։ Հովհաննեսը 20:30 կարծեմ երկուսն է, ասում է, որ Հիսուսը շատ ավելի բաներ է արել հարություն առած ժամանակ, բայց ասում է ինչ որ գրվել է։ Այն շատ բաները չի գրվել, որտեղ ինչ որ գրվել է, բայց նա այդ գրվածից ավելի շատ բան է արել։ Բայց ինչ որ գրվել է իր հարության ժամանակաշրջանի մեջ, դա արձանագրվել է, որ ասում է մենք հավատանք, որ նա կենթանի է։ Ուրեմն առաջի կենտրոնացումը ուշադրություն դարձրեք, նրա կենթանությունն է։ Ես ու դու պետք է շատ կենտրոնացած լինենք նրա իրականության վրա։ Երկրորդ կենտրոնացումը, որ Հիսուսը բարձրաձայնում է, դա արդեն այս խոսքի մեջ արձանագրված է, որ ինքը այդ օրերի մեջ կենտրոնացած խոսում Աստծո արքայության մասին։ Դուք պետք է Աստծո արքայության լուրեր ճաշակեք։ Աստծո արքայության իրականությունը պետք է դառնա քո իրականությունը։ Դու չես կարող այդ իրականությունից կտրված կյանքով ապրես, ասես թե դու սովորական մի մարդ ես, դու երկնային արքայության քաղաքացի ես, ու Հիսուսը խոսում էր այս մարդկանց հետ, որ նրանք Աստծո արքայության մարդիկ են։ Իսկ եթե Աստծո արքայության մարդիկ, նշանակում է մեր հետաքրքրությունը պետք է արքայության մեջից արձակվի այս երկրի մեջ։ Մեր եթե հետաքրքրությունները երկրավոր բաների հետ են, դա Աստծո հետ կապ չունի։ Դա նորմալ է, դա քո սովորական բնականոն կյանքի հետ կապ ունի։ Բայց դու պետք է Աստծո արքայության գաղտնիքները իմանաս։ Այն ինչ որ Աստծո արքայության հետ կապված է, դա պետք է քո ամենամեծագույն հետաքրքրությունը դառնա։ Ինչու՞, որտեղ շատ բաներ կան այս աշխարհում, որ ժամանակավոր են ու անցողիկ են։ Ու պետք է ժամանակավոր բաները չդառնա հանկարծ քո հետաքրքրության առույցի բաժինը։ Ու Հիսուսը կենտրոնացնում է ինչի վրա։
արքայության վրա, նա 40 օր ուրիշ բան չուներ խոսալու իրանց հետ, նա խոսում էր արքայության վրա, սա երկրորդ կենտրոնացումն է, սիրելիներս, ու եկեղեցուն պետք է որ իր կենտրոնացման վրա շատ ուժեղ լինի, ինչու, որովհետև դու օրերից մի օր երկնքում պետք է հարսի ստատուսում լինես, դու երկնքում պետք է հարսի պես լինես ու գարան հարսանիքի ամենակարևոր տեղում նստած լինես, դու պետք է իմանաս, եթե քո արքայության հետաքրքրությունը չէ լավ, բավականաչափ լուրջ, դու կարող ես բաց թողես ինչ-որ մի բան։ Ու ես ոչ մեկիս համար չեմ ուզում, որ մենք բաց թողենք այդ կարևորը, բաց թողենք այդ կարևորը։ Սիրելիներս, Հիսուսը կենտրոնացած էր երկրորդ կարևոր բանի վրա, դա արքայության մասին էր խոսում։ Ինձ հարց է բարձրանում, Հիսուս, այդ ինչ կարևոր բան կար դրա մեջ, որ դու շատ բաներից կենտրոնացել ես արքայության մասին խոսալու։ Դուք չեք պատկերացնի։ Բայց ուզում եմ, որ Տիրոջ հոգին գա մեր վրա, որ մենք պատկերացնենք, որ ներսից հայտնություն կա, որ մենք պատկերացնենք, ինչ արքայության մաս ենք մեզանց մենք ներկայացնում։ Երբ որ դու մի քիչ սկսես դրա մասին մտածել, կյանքդ կփոխվի, դու նույն ձևով չես գնա, դու նույն ձևով չես ապրի, դու նույն հետաքրքրություններով չես ապրի, դու երկնքի իրականությունը կբացահայտես։ Քեզի պետք է սա։ Հիսուսը խոսում էր իր աշակերտների համար, որ հանկարծ այս աշակերտները հանկարծ թոփոլորած հանկարծ հետ չվերադառնան իրանց հին սովորություններին։ Լսում եք, սիրելի եկեղեցի, դու չպետք է հետ վերադառնաս քո հին սովորություններին։ Երբ որ հանկարծ մենք հետ ենք վերադառնում մեր հին սովորություններին, մենք սովորականի պես ենք ապրում, իսկ սովորական անսովորի թշնամին է, այսպես ասենք։ Սիրելիներ, ուզում եմ, որ դուք ուշադրություն դարձնեք, հələ պատկերացեք մի պահ, երբ որ հանկարծ մի ամերիկացի ես տեսնում, որ ինքը այնքան բանով է ման գալի, կամ որևիցե մի ռուս ես տեսնում, կամ որևիցե մի ազգի ներկայացուցիչ, որ գալիս են մեր երկիր, իրանք այնքան, սենց ասես իրանք պատվական ձևով ման են գալի, հələ խոսում են մեր ազգի բարիքների մասին, խոսում են, ես նայում եմ ռուսները ինչ հիացած ասում են այս ազգերի մասին, ուրիշ մարդիկ ինչ հիացած ասում են այս ազգի հյուրասիրության մասին։ Ու մենք անգամ իրանց այս խոսքից բան չենք վերցնում, որ գոհանանք մեր ազգի համար։ Անկեղծ սիրելիներս, պետք է փոխենք մեր վերաբերմունքը, մեր սիրտը պետք է փոխվի, մենք երկնքի իրականությունով պետք է շարժվենք, որովհետև երբ որ երկնքի իրականությունով ես դու շարժվում, քո գլուխը չի կախվում, քո գլուխը բարձրանում է, դու բարձրանում ես, քո ինքնությունը բարձրանում է, դու կայանում ես, դու մրցակցություն չունես, դու կոնֆլիկտ չունես, երբ որ երկնքի քո հասկացողությամբ ես բարձրանում, երբ որ արքայության այս ճոխությունը հանկարծ մեր մեջ սկսում է բարձրանալ, մենք նույնը չենք մնում, դու ներկայացուցիչ ես, սիրելիներս, դու քաղաքացիություն ունես, ինչ զորավոր է, որ մենք արքայության քաղաքացիության պասպորտ ունենք, անձնագիր ունենք, դա Քրիստոսի արյունով ձեռք բերված է։ Բայց մենք չենք գիտակցում, գիտեք այս օրերի մեջ ես էլի մի հատ տեսիլք տեսա, Տերը զարմանալի տեսիլք ցույցվեց, հետագա մի քանի կիրակիներ ես խոսալու եմ ձեր դիրքի մասին, թե դուք ինչ դիրք ունեք Քրիստոսի մեջ, որ ձեր դիրքին համապատասխան ձեզ պահեք, ձեր դիրքին համապատասխան շարժվեք, ես խոսալու եմ սրա մասին, ու գիտեք ինչ տեսիլք էի տեսնում, մեր աղոթներից մեկի ժամանակ պատկերացեք հանկարծ sense ասեմ ձեզ մեր ծառայողական աղոթքեր, մենք մի ամբողջ 50 օր բոլոր ծառայողները, որոնք պատասխանություն են կրում որևիցի մի բանի համար, բոլոր ծառայողները 50 օր աղոթքի մեջ են եղել, մեզ համար, եկեղեցու համար, բոլորիդ համար, մեր ընտանիքների համար, մեր երկրի համար, գիտեք ինչու, որովհետև Տերն է ասե, ու մենք հնազանդվել ենք դրան, արել ենք ինչ որ արել ենք, ինչի համար ենք դա արել, որովհետև ակնկալում ենք Տիրոջ այցելությանը, ակնկալում ենք, որ Տերը պետք է իր եկեղեցու ուշադրությունը գրավի կարևորների վրա։ Գիտեք, ասեմ ձեզ մի հետաքրքիր բան, որ տեսիլք էի տեսնում, տեսիլքի մեջ պատկերացեք մի մարդ էի տեսնում, որ վերստին ծնված մարդու էի տեսնում, մեզանից յուրաքանչյուրին ասես տեսնեի, տեսնում եմ մի մարդու, որ ինքը կանգնած է, իր շուրջ բոլոր այսպես զարմանալի լույսը, այդ լույսը սահմանը այսպես չերևա, բայց մի ժամանակ սահմանի այդ վերջ ինչ որ տեղ երևում է, ու գիտեք զարմանալին որն է, որ այս տվյալ անձնավորությունը, որ կանգնած է այդ լույսի մեջ, նա տեսնում է այդ սահմանի վերջում, ասես այս լույսը այստեղ է, ու ինքը այստեղ տեսնում է այս ծայրամասում, որ լույս ասես այդ վերջում մի քիչ թուլանում է, այդ վերջում տեսնում եմ գազաների տեսարաններ, տեսնում եմ առյուծներ, տեսնում եմ նմանատիպ գիշատիչ կենդաններ եմ տեսնում, ու գիտեք, տվյալ անձնավորությունը տեսնում է այդ գիշատիչներին, այդ գիշատիչները տեսնում են այդ լույսը, ու չեն մոտենում այդ մարդուն,
Բայց այս մարդը իրանց տեսարանց վախվորացա, ինքը չի տեսնում իր իրավիճակը։ Ինքը չի տեսնում, թե ինքը ինչի մեջ է, ինչ կարևոր արժեքի մեջ է, ինչ լույսի մեջ է, ինքը հեսի չի տեսնում։ Ու Տեր ասեց խոսա սրա մասին։ Ինչու՞, որովհետև ասում եմ զավակները լույսի մեջ կանգնած են, բայց իրանց միտքը խավարի մեջ է։ Իրանք լույսի մեջ տնկված են, բայց իրանք միտքը խավարի մեջ է։ Նրանք խավարի կենդաններին տեսնում են, բայց չեն տեսնում են լույսը, որ ցրում է խավարը։ Խոսա սրա մասին։ Ու գիտեք, մեկ էլ հանկարծ բան է գալիս, բա էդի ով պետք է անի, եթե ոչ Սուրբ Հոգին։ Սուրբ Հոգին մեր մեջ է, սիրելիներս։ Երրորդ կարևոր կենտրոնացումը, որ Հիսուսը բարձրաձայնում է, եկեք կարդանք երրորդ կարևոր կենտրոնացումը իր համբարձումից առաջ։ Շատ կարևոր է, որ դու քո պատկանելությունը իմանաս։ Դու արքայության ներկայացուցիչ ես։ Դու մենակ Հայաստանի քաղաքացի չես։ Ու քո Հայաստանի քաղաքացի լինելով շատ չպարծենաս, որովհետև դու ավելի բարձր ստատուս ունես։ Դու պարծեցի այն ստատուսով, որ կարողանաս քո Հայաստան մեջ փոփոխություն բերես։ Դու պետք է սրանով պարծենաս, որ քո տան մեջ փոփոխություն բերես։ Եթե դու չհասկացար, որ քո երկնային քաղաքացիությունը գերազանցում է քո Հայաստանի քաղաքացիությանը, դու փոփոխություն չես բերի։ Լսում եք ինչ եմ ասում։ Սուրբ Հոգին ուզում է, որ դու հասկանաս ինչի համար քո երկրի մեջ կարաս փոփոխություն բերես, իրարանցում բերես, կյանք բերես։ Քո քաղաքացիության հաշվին, որ դու ունես արքայության մեջ։ Հիմա երրորդ կենտրոնացման վրա եկեք տեսնենք ինչ ասում Սուրբ Հոգին։ Հիսուսը, երբ որ այս պատվական մարդու ուշադրությունը կենտրոնացնում է երրորդ կարևոր բանի վրա, դա Սուրբ Հոգու գալուստն է, դա Սուրբ Հոգու մոտիկությունն է, որ պետք է գա մարդկանց վրա։ Տեսեք գրված 8-րդ խոսքում, ասում է, բայց դուք զորություն կառնեք։ Գիտեք, այս կենտրոնացումների հողի վրա մի բան ուզում եմ, որ ձեր ուշադրություն գրավեմ։ Ինչ ենք մենք տեսնում այս պատմության մեջ, երբ որ Հիսուսը խոսում է իր կենդանության մասին, ապացուցում է իր կենդանությունը, որ ինքը կենդանի է, երբ որ ինքը խոսում է արքայության կարևորության մասին, հանկարծ այս աշակերտները այդ ճոխ կենտրոնացումները լսելուց հետո թեքվում են, մեկ էլ ասում են, «Բա երբ ալնելու քո թագավորության հաստատությունը ըստ երկրի վրա»։ Հիսուսն էլ իրանց ասում է, «Ձեր գործը չի էդի։ Էդի ձեր կենտրոնացումը չի։ Ձեր գործը չի, թե դա երբ ալնելու»։ Ինքը ասում է, հայրը ինչ ժամանակներ որոշել է, էդի ձեր գործը չի, ձեր գործն է, դուք կենտրոնացած լինեք այն բաների վրա, ինչ որ Տերը ուզում է։ Ինչե՞ էսի շատ կարևոր, որ Հիսուս էսի բարձրաձայնում է, տեսեք ինչ ասում 6-րդ խոսքը։ Եվ նրանք մեկտեղ գալով հարցնում էին նրան եւ ասում, Տեր, այս ժամանակում ես կանգնեցնելու Իսրայելի թագավորությունը։ Եվ նա ասեց, ձեր բանը չգիտենալ ժամերն ու ժամանակները, որ հայրը իր իշխանության մեջ դրավ, բայց երրորդ կենտրոնացումն է բարձրաձայնում, ասում է, բայց դուք զորություն կառնեք, երբ որ Հոգին ձեզ վրա կգա եւ իմ վկաները կլինեք Երուսաղեմում, բոլոր Հրեաստանում, Սամարիայում, մինչեւ երկրի ծայրերը։ Եկեք ուշադրություն դարձնենք ստեղ ինչի վրա, որ ինքը երրորդ կենտրոնացումն է բարձրաձայնում աշակերտների համար, կամ իրան լսող մարդկանց, այդ 500 հոգու համար, այդ ժողովուրդը, որ հավաքված էին այդ պահին, որ համբարձման այդ process-ի արդեն այս վերջի էլեմենտին են իրանք հանդիպում։ Ու Հիսուսը տալիս է իրանց երրորդ կենտրոնացումը, որ Սուրբ Հոգին, երբ որ կգա ձեզ վրա, դուք ինչ կանեք, առաջին զորություն կառնեք եւ իմ վկաները կդառնաք, այսինքն իմ հարության վկաները կդառնաք այս աշխարհում։ Դուք ուղակի չեք խոսա իմ մասին, դուք խոսալու եք իմ հարության իրականության մասին։ Դուք չեք կարող Հիսուսի մասին խոսակ իրանց զրկելով հարության այս ուրախությունից, հարության այս զորությունից։ Մենք չենք կարող Հիսուսին տանք մարդկանց, եթե մենք հանկարծ Հիսուսի իրականությունը զրկում ենք իր հարության դիրքորոշումից։ Սա շատ կարևոր է, սիրելիներս, որովհետև սրա մեջ զորություն կա, որը մեր իրավիճակները փոխում է։ Ուրեմն, երբ որ այս երրորդ կենտրոնացումը Հիսուսը բարձրաձայնում է, պատկերացեք, Ղուկասը արձանագրելով այս 3 կենտրոնացումները, իմ քարոզի վերագիրը հենց 3 կենտրոնացում է։ Մենք այս ամբողջ շաբաթները մենք խոսում ենք ու խոսում ենք այդ կենտրոնացումների մասին։ Մենք խոսում ենք ու խոսում ենք հարության իրականության մասին, որովհետև Հիսուսը դրա վրա կենտրոնացած էր, նա ուզում է, որ իր ժողովուրդը բարձրանա այս իրականության մեջ։ Այս 3 կենտրոնացումները համբարձումից առաջ Հիսուսը շեշտելով Ղուկասի միջոցով կամ Ղուկասը արձանագրելով մեզ տեղեկություն է տալիս, որ այս 3 կենտրոնացումը քո տեսադաշտից չպետք է կորի։ Առաջինը, որ նա կենդանի է, նա մեռելներից հարություն առե։ Երկրորդը, որ դու քաղաքացի ես արքայության ու դու չպետք է մոռանաս, թե դու ով ես, որ դու քաղաքության ներկայացուցիչ ես եւ դու այդ արքայությունն ես ներկայացնում ես աշխարհի մեջ։ Եվ երրորդը, գիտեք, երբ որ ես եմ ուրիշ երկիր, ինձ հարցնեն դու որտեղից ես։ Ես կասեմ, ես Հայաստանից եմ։ Բայց միայն Հայաստանից չեմ։ Ես նաև Աստծո արքայության
քաղաքացի եմ, ես նաև էսի պետք է ասեմ։ Ես չպետք է մենակ ասեմ, որ ես Հայաստանի քաղաքացի եմ ու դրանով պրծնեմ գնամ։ Ես նաև պետք է ասեմ, ես մի ուրիշ երկրի քաղաքացի եմ, ես երկու երկրի քաղաքացիությունն եմ։ Առաջինը դա Հայաստանն է եւ երկրորդը երկրային թագավորությունն է։ Ես պետք է ասեմ էսի։ Ու չվախենամ ասելուց։ Որտեւ եթե ես վախեցա ասեմ սրա մասին, նշանակում է ես Հիսուսի մասին չեմ էլ վկայի։ Որտեւ հաջորդ բանը էս ինչ ես ասում։ Ես պետք է վկայեմ նրա մասին։ Ու երրորդ կենտրոնացումը դա Սուրբ Հոգու միջամտությունն է, որ Պենտեկոստեի օրը դա արդեն ակտիվացել է մեզ համար։ Սենց այս երեք կենտրոնացումից քո կյանքը, քո ընտանիքը, քո ծառայությունը, քո բիզնեսը, քո ֆինանսները, քո ամեն ինչը չպետք է կտրվի։ Այս երեք կենտրոնացումը շատ անհրաժեշտ է յուրաքանչյուրիս ընթացքի համար, ու Սուրբ Հոգին ուզում է, որ դուք այս կենտրոնացումով տուն տեղ դնեք, գործ անեք, ընտանիք ստեղծեք, բիզնես անեք եւ ամեն ինչ որ անեք պետք է այս կենտրոնացումից լինի։ Եթե այս կենտրոնացումը արանքից հանեցինք, դուք սովորական մարդու պես եք անելու, ու սովորական մարդու պես էլ անշնորհք եք գտնելու։ Որովհետեւ շնորհքի հոգին եկել է, որ դուք չմնաք այդ անշնորհք վիճակի մեջ։ Սուրբ Հոգին եկել է, որ դուք բարձրանաք այդ արքայության ճոխության մեջ։ Ու մենք պետք է դա կարևորենք, սիրելիներս։ Ու երբ որ այս երկու բանի վրա ուզում եմ ուշադրություն գրավեմ, այս երրորդ կենտրոնացման մեջ երկու բան, որ Հիսուսը շեշտում է, համար առաջին ասում է զորություն կառնեք եւ համար երկրորդ ասում է իմ վկաները կլնեք, երբ որ Սուրբ Հոգին կգա ձեզ վրա։ Ուզում եմ, որ այս կենտրոնացումը ֆոկուսի մեջ պահեք։ Ինչու՞, որովհետեւ եթե Սուրբ Հոգին եկել է մեր մեջ, ինքը եկել է այս նպատակի համար, որ դու Քրիստոսի հարության իրականությունից չկտրվես, չշեղվես, այլ դրա վկան դառնաս, որ այդ վկայությունը բովանդակ աշխարհ տանես, քո տան մեջ տանես, քո գործի մեջ տանես, քո ընտանիքի մեջ տանես, քո ամեն մի հանդիպման մեջ տանես։ Երբ որ դու սրա վրա կենտրոնացած ես, դու կտեսնես Սուրբ Հոգու շարժը։ Երբ որ սրա վրա կենտրոնացած ես, ոնց տեսնես Սուրբ Հոգու շարժը, եթե Սուրբ Հոգին կենտրոնացած է դրա վրա։ Ուշադրություն եկեք դարձնենք, որ Սուրբ Հոգին կենտրոնացած է, որ քեզ զորություն տա եւ ոչ միայն որ նաեւ դու իր մասին վկայես, իր փրկության, իր զորության, քո տան մեջ իր հաղթանակը բերես, քո իրավիճակների մեջ իր փառքը բերես, քո ամեն խնդիրների մեջ իր լուծումները բերես։ Նա դրա վրա կենտրոնացած է, բայց եթե դու կենտրոնացած չես այն բանի վրա, ինչ որ ինքը կենտրոնացած է, դու կարաս իրականում բաց թողես Սուրբ Հոգու շարժ անգամ քո կյանքում, հենց քո տան մեջ, քո ընթացքի մեջ։ Սիրելիներ, Սուրբ Հոգին եկավ, այդ օրը եկեք տեսնենք ինչ կատարվավ այս մարդկանց հետ։ Հիմա այս երեք կենտրոնացումը պահեք ձեր տեսադաշտի մեջ։ Երրորդի մասին եկեք հիմա մի քիչ կենտրոնացած խոսենք, որտեղ այսօր վերջի Պենտեկոստե ենք նշում, լավ։ Ու այդ երրորդ կենտրոնացման ակտիվության մասին բան ենք խոսում։ Հիսուսը բոլոր կենտրոնացումները անելուց հետո բերեց ամենակարևոր կենտրոնացումը, որ ասեց, եթե Սուրբ Հոգին չգա, դուք իրականում չեք կարա այդ ամենը ճաշակեք։ Դրա համար ինքը կգա, որ ձեզ զորացնի, որ դուք այդ կենտրոնացումով ապրեք, այդ իրականությունով ապրեք։ Սիրելիներս, եթե այսօր էսի բաց թողեցինք, նշանակում է մենք Սուրբ Հոգու հետ շատ շուտ վանից չենք էլ շփվում ու հաղորդակցվում։ Սուրբ Հոգին ուզում է փոխել այսօր ինչ որ մի բան մեր կյանքում։ Հալելույա։ Ուրեմն, եկեք կարդանք երկրորդ գլխից, որտեղ հենց Պենտեկոստեի տոնակխմբությունն է։ Քանի որ արդեն հիշատակվա, որ էդի հրեական մի հատ տոն էր, որ իրանք տոնում էին այդ տոնը այն օրվանից սկսված, երբ որ օրենքը տրվեց Իսրայել ժողովրդին Սինայ անապատում։ Երբ որ օրենքը տրվեց, այդ օրենքի կարևոր կետերից մեկը այդ տոնախմբությունն էր, որ իրանք զատիկից հետո 50 օր հաշված Պենտեկոստե են նշում, որտեղ իրականում 50 օր հետո, զատիկից հետո 50 օր հետո իրականում պատկերացեք Պենտեկոստեի հենց այդ օրը Աստծո խոսքը Մովսեսի միջոցով Սինայ անապատում Աստված տվեց օրենքը, տվեց Մովսեսի օրենքը։ Ու իրանք ամեն անգամ այդ տոնը տոնելով, իրանք ասում են, որ Աստված մեզ պատվեց իր ներկայությունով եւ իր խոսքը տվեց։ Թեկուզ այդ ժամանակ իրանք մերժեցին, որ իր հոգին էլ գար իրանց օգնության, որտեւ իրանք մնացին մի բանով, ասեցին, թող մենակ Մովսեսը հանդիպի Աստծո հետ, մնացած բանը մենք կլսենք Մովսեսին ու կանենք ոնց որ ինքը մեզ կասի։ Թեպետև ինչ որ Մովսես ասեց, նրանք չարեցին էլ տենց։ Ինչու, որովհետև դու չես կարող օրենքը անես։ Եթե իրանք չկարողացան անեն, ուրեմն մենք էլ չենք կարող անենք։ Լսում եք։ Օրենքը մենակ մեկն է արե, դա Հիսուսն է։
Ամբողջ օրենքը պահելա մենակ Հիսուսը։ Ու դրա համար մենք Հիսուսի հետ գործ ունենք, որովհետև նրա հետ գործ ունենք, ով պահեց ամբողջ օրենքը։ Բայց ինչևէ, ուզում եմ ստե ձեր ուշադրություն գրավեմ ինչի վրա, որ հենց այդ օրը, այս տոնախմբության օրը իրանք նշում են, ծնվել է այս տոնը հենց այդ օրվանից հետո, երբ որ Մովսեսի օրենքը խոսքը տրվեց իրանց, Աստծո պատվերը տրվեց իրանց, իրանք տոնում են հիշատակելով, որ իրանց պատվերը տրվե, իրանց օրհնությունա տրվե, Աստված իրանց հաջողությունա տրվե իր խոսքը ուղարկելով իրանց մեջ։ Ու իրանք ինչ են անում, տոնախմբում են այդ օրը, որ հունձքը սկսվել է, իրանք բերում էին իրանց երեխայինները հենց այդ օրը, ու ինչ էին անում, Տիրոջը շնորհակալություն էին հայտնում իրանց երեխայիններով, հռչակելով, ոնց որ մենք լսեցինք, որ մեզ համար հունձքը ստեղծված է։ Նրանք ասես Աստծուն ներգրավում էին իրանց հունձքը հավաքելու process-ի մեջ, ինչու, որտեղ այդ հունձքը Աստված էր իրանց ապահով է։ Դրա համար իրանք պատիվ էին տալիս իրանց երեխայիններով, որ Տեր ջան, շնորհակալ ենք, որ դու մեզ բերել ես, հասցրել ես հունձքը հավաքելու այս ճոխության մեջ, ու հերիք չի բերել ես, հասցրել ես, նաև օգնում ես մեզ, որ մենք հունձքը հավաքենք ու հունձքը չկորցնենք։ Ու գիտեք ինչն է հատկանշական, որ նույն օրը, ուղիղ 1400 տարի հետո, ուղիղ 1400 տարի հետո, երբ որ բանը օրենքը տրվեց, ուղիղ 1400 տարի հետո նույն օրը Տերը իր հոգին է տալի մարդկության հունձքի համար։ Այն առաջին մարդիկ ասես այդ երեխայինները լինեին, ու այդ առաջին մարդիկ, որ Սուրբ Հոգին ընդունեցին, նրանք այդ առաջի երեխայիններն էին, որ հունձքը սկսված է, մարդկության հունձքը սկսված է, իրանք ինչպես երեխայիններ ընծայվեցին, ու հետո դրանից հետո տեսնում ենք, որ գնաց ու չկանգնեց, ավետարանի լուրը տարածվավ աշխարհով մեկ, ու ինչ ենք մենք այս ճոխության մեջ տեսնում, որ Տերը սկսել է իր հունձքը հավաքել հենց այն օրվանից, երբ որ Սուրբ Հոգին եկավ մարդկանց վրա։ Սա զարմանալի է, որ մենք ընկալենք, վերցնենք, որ Սուրբ Հոգու այս Պենտեկոստեի օրը հատկանշական է մեզ համար, ինչ առումով, որ մեզ համար հունձք է սկսվել։ Մեր հարազատների փրկությունը, մեր ազգի փրկությունը, մեր ազգատոհմերի փրկությունը, ազգերի փրկությունը սկսված է, սիրելիներս։ Մենք պետք է այսին կալենք, որտեղ այդ օրվա գլխավոր խորհուրդը կայանում էր այս, որ հունձքը սկսված է, իսկ հունձքի Տերը մեր հետ է լինելու, որ օգնի իր Սուրբ Հոգու միջոցով, որ մենք հունձքը հավաքենք, մեր հարազատների փրկությունը հավաքենք, մեր ամեն բարեկամների փրկությունը հավաքենք, որ նրանցից ոչ մեկ դժոխքի բաժին չդառնա, այլ երկնքի արքայության բաժին դառնա։ Թող ինչ որ մեկը բացական չի, հալելույա։ Եկեք ուշադրություն դարձնենք այս երկրորդ գլխի առաջի խոսքերին։ Ստեղ նկարագրված է ուղիղ այն իրադարձությունները, որ 1400 տարի առաջ այդ Սինասարի վրա տեղի ունեցել։ Ու ստեղ թեկուզ իր փոքր չափաբաժինով, բայց իր ճոխ չափաբաժինով այնպես է էլի այդ նույն ազդեցությունը գալիս ժողովրդի վրա, այս մարդկանց վրա, որ այդ քաղաքը հանկարծ այս ամենը լսում է։ Եկեք տեսնենք ինչ է գրված։ Կարդում ենք իրար հետ միասին։ Եթե ձեր մոտ ունեք հեռախոսների մեջ Աստվածաշունչեր, կարաք բացեք ու հետևեք խոսքին։ Ասում է, եւ երբ որ Պենտեկոստեի օրը լրացան, ամենքը միաբան մեկտեղ էին, որտեղ բոլորը սպասում էին խոստմունքի հոգին։ Դուրս գալսա միաբան մեկտեղ էին, շեշտում է այս բանը։ Նրանք այդ պահից, որ Հիսուսը համբարձվավ, նրանց ասեց, որ շատ օրեր չի տևելու, դա շատ կարճ է տևելու, բայց Սուրբ Հոգին գալու է ձեզ վրա։ Դուք մնացեք աղոթքի մեջ, սպասեք իր օգնությանը, սպասեք իր միջամտությանը, ու իրանք ամեն օր հավաքվում են աղոթքին անում, ու հանկարծ Սուրբ Հոգին գալիս է իրանց վրա, սիրելիներս։ Եկեք շարունակենք։ Եվ հանկարծ, թող ամեն ասի հանկարծ։ Երկնքից մի հնչյուն եղավ, սաստիկ փչող քամու պես։ Պատկերացրեք, որ հանկարծ մենք ասենք մի պահ ձեր երևակայություն միացրեք, որ դուք այդ տեղում եք, ու հանկարծ դրսից մի հատ փոթորիկ է մտնում սենյակը։ Պատկերացեք, որ հիմա ստե մի հատ փոթորիկ մտնի։ Դուք պատկերացեք, ասում եմ, սաստիկ փչող քամու պես ինքը թափանցեց այդ տեղը եւ լցրեց այդ տունը, ուր նստած էին, եւ երևացան նրանց բաժանված լեզուներ, ինչպես կրակից։ Պատկերացեք այս տեսարանը։ Եվ նստեց նրանց ամեն մեկի վրա, եւ ամենքը Սուրբ Հոգով լցվեցին եւ սկսեցին ուրիշ լեզուներով խոսել, ինչպես որ Հոգին նրանց խոսել էր տալիս։ Իրադարձությունա, սա զարմանալի իրադարձություն, որ տեղի ունեցավ։ Եվ Երուսաղում բնակողները, հրեաներ, աստվածավախ մարդիկ, երկնքի տակ ամեն ազգերից, եւ երբ որ այս ձայնը լսեցին, լսում եք։ Լսում եք։ Իրանք հոգու մեջ չեն եղել, որ ձայնը լսեն։ Սա շոշափելի ձայն էր, որ այդ քաղաքում բնակվող մարդիկ այս ձայնը լսեցին։
Եվ բազմությունը եկավ մեկտեղ կիտվեցավ, որտեղ ամեն մեկը լսում էր նրանց, որ իր լեզվով խոսում են, եւ ամենքը հիանում էին եւ զարմանում էին։ Երկու բառ՝ հիանում էին ու զարմանում էին։ Դուք պատկերացեք Սուրբ Հոգու այցելությունը, որ եկավ, երկու բան այդ սովորական մարդկանց առաջին անգամ լսում են, ոնց որ մեզանից շատերս, որ առաջին անգամ լսել ենք, հեսա կասեն ոնց ենք մենք մտածել։ Շատերը իրանք սպասում էին սրան, ու պատկերացեք շատերը ինչ են անում, բազմությունը գալիս ասում երկու բան՝ հիանում էին ու զարմանում էին։ Այսինքն, երբ որ դու լեզուներով աղոթք ես լսում, քո մեջ պետք է այս երկու բանը բարձրանա։ Դու հիանում ես, դու զարմանում ես։ Լսում եք, դու հիանում ես, որտեվ Աստծո որ բանա, եւ զարմանում ես, որտեվ չես հասկանում ինչա։ Շատ բարձ։ Նրանք համ հիանում են, համ զարմանում են, ու հետո ասում են, ասենք, մեր լեզուն որտեղից գիտեն, որ գալիացի մարդիկ են։ Եկեք շարունակենք, տեսնենք ինչ է կատարվում։ Նրանք զարմանում էին եւ հիանում են։ Եվ չէ որ ասում է, սրանք ամենքը որ խոսում են գալիացի են, եւ ինչպես ամենքը ամեն մեկս մեր լեզվով լսում ենք, որ նրա անուն ծնված ենք։ Ու թվարկում աստեղ մի քանի ազգեր, Պարթևներ, Մարկ, Եղամացիկ, բնակող Միջագետքի, Հրեաստանի եւ Կապադովկիայի, Պոնտոսի եւ Ասիայի մեջ, Փրիգիայի, Պամփիլիայի, Եգիպտոսում, լիբիացիների, կիվրենացիներ մոտ եւ նրանց ռոմեացիներ, նորայեք ռոմեացիներ, հրեաներ, նորահավատներ, կրետացիներ, արաբացիներ, լսում ենք, որ նրանք մեր լեզվով ինչ են անում, Աստծո մեծամեծ բաները խոսում են։ Լեզուներով պատկերացնում եք իրանք Աստծո մեծամեծ բաներ են խոսում։ Նրանց վրա Տիրոջ հոգին եկել է, սա վկայությունը, գիտեք ինչի մասին, որ նրանք չեն հասկանում իրանք ինչ են խոսում, բայց կողքից շատ մարդիկ են հասկանում իրանք ինչ են խոսում։ Նրանք մեծամեծ բաներ են անում, նրանք տրվել են Սուրբ Հոգին, Սուրբ Հոգին իրանց միջոցով ինչ անում, բարեխոսում է ուրիշ ազգերի մասին, մեծամեծ բաներ են լսում, Սուրբ Հոգին զարմանալ դրսևորում է բացում այդ մարդկանց համար, որ առաջին անգամ լսում են լեզուներով աղոթքը։ Լեզուներով աղոթքի ժամանակ 3 բան է տեղ ունենում՝ հիացմունք, զարմանք եւ ծաղրանք։ Լեզուներով աղոթքի ակտիվությունը, երբ որ եկեղեցուն բարձրացավ առաջին անգամ, 3 բան տեղ ունեցավ։ Համար առաջին հիացմունքներ, համար երկրորդ զարմանքներ, որովհետեւ չէին պատկերացնում ես ինչա կատարվում, եւ համար երրորդ դա ծաղրանքներ։ Դրա մասին գրված է իրականում։ Պատկերացեք եւ ասում է հիանում էին ամենքը, զարմանում էին եւ մեկը մյուսին ասում են, սա ինչ պետք է լինես իր առանցումը որ տեղի ունեցե։ Իսկ 13-րդ խոսքը խոսում է նաեւ ծաղրանքի մասին։ Ասում է իսկ ուրիշները ծաղրաներով ասում են թե հարբած են սրանք, գժվել են սրանք չեն հասկանում ինչ են անում։ Պատկերացեք 3 բան տեղի ունեցե։ Երբ որ Սուրբ Հոգին եկել էս մարդիկ սկսել են անել, այս 3 բանը քո հետ էլ պետքա տեղի ունենա։ Դու պետքա հիացմունք վերապրես, դու պետքա զարմանք վերապրես, եւ պետքա պատրաստ լինես, որ քեզ ծաղրելու են։ Բայց դու պատասխան պետքա ունենաս։ Դու պետքա պատասխան ունենաս, որ հակազդես բոլոր այդ ծաղրողներին, ասես թե դա ինչ է նշանակում։ Դա Աստծո Հոգու միջամտությունն է, որ եկել է մեզ օգնելու, մենք պետք է այս բացատրությունը տանք, ամեն, որովհետև այս մթնոլորտի մեջ Պետրոս Առաքյալը հենց այդ էլ բացատրում է։ Ուզում եմ ձեր ուշադրություն գրավեմ, ինչ է տեղի ունենում, երբ որ այս իր առանցումը տեղի ունեցավ, ինչը ակտիվացավ, այս դրա վրա, այս կենտրոնացումն եմ ուզում ձեզ բացեմ։ Սիրելիներ, երբ որ Սուրբ Հոգին եկավ այս մարդկանց վրա, այս 3 բաները սկսավ իրանց հետ կատարվել։ Նրանք հիացած էին, նրանք զարմացած էին, ոչ միայն մկրտվողները, նաև կողքի լսողները, բայց նաև կան ծաղրողներ։ Իհարկե, աղոթողներ երբեք իրանք չէին ծաղրում։ Ես հիշում եմ առաջին անգամ, երբ որ ինձ համար աղոթեցին ու ես այդ նույն օրը Սուրբ Հոգով մկրտվա, երբ որ Հիսուսին ընդունեցի, ամենածիծաղելի պահը գիտեք որն է։ Ես ճիշտ ասած լսում եմ այդ երկու եղբայրների, որ իրանք աղոթում են լեզուներով, իմ ներսում ծիծաղ առաջացավ։ Ես ուզում եի ծիծաղել, բայց պրոշնես կծում էի, որ հանկարծ չծիծաղեմ, դե կուլտուրա պետք է ունենաս, մարդ են, հիմա աղոթում են, հետո ինչ որ չես հասկանում շատ բան։ Ու գիտեք, այդ պահին մեկ էլ հանկարծ տեսնեմ, որ իրանք լռել են, ես եմ շիլարաբակա, թիալարաբակա, լիբրեթելե մասորոբոտեկե, էմբրատորոդոկորո, շիբրիբիբիբի։ Ես աղոթում եմ, բայց մեջս ասում եմ, այս ինչ եղավ իմ հետ։ Ու ես չեմ կարող մի դոս կաս, այս ինչա կատարվում։ Արիս գժվեց, այսօր ինձ
դրսի բերեցի։ Էսի մտքերն էր, ոչ մեկ էսի չի լսում։ Ես էսի մեջ եմ մտածում, բայց ընդ աղոթում եմ։ Անդրանք իրանք համար առանձնացել են գնաց, ես հիմա չեմ կարող մեզ հոսքը կանգնեցնեմ, աղոթքը գնում է, ուրախությունա գալի, բայց այստեղ զարմանք է, որովհետև չեմ հասկանում ինչա, բայց այստեղ հիացմունք է, որովհետև զարմանալի վերապրում է։ Բայց հետո կողքից գիտեք գալիս է այդ process-ը, որ ասում են, դա սատանայից է։ Էդի արդեն դրսի ձայներն են։ Այս ծաղրանքը դրսի ձայներ են, քո ձայները չէ։ Դա դրսից եկած ձայներ են։ Ու դու պետքա դրան գերի չդառնաս։ Դու պետքա շարունակես, Սուրբ Հոգու հետ բարձրանաս, այդ իրականությունով լցված առաջ խաղացում ունենաս։ Մի ամաչի, որ դու լեզուներով աղոթում ես։ Մի ամաչի, որ լեզուներով աղոթում ես։ Դա պարգև է, ու չլրեցնես այդ պարգևը։ Դու շատ ուժեղ պետք է լինես այդ աղոթքի ձայնի մեջ։ Տերը թող քեզ օգնի, որ իմանաս որտեղ ոնց, բայց մի ամաչի։ Դու պետք է պարծենաս, որ այդ պարգևը եկել է քո մեջ։ Դու պետք է ուրախանաս, որ այդ պարգևը քո մեջ է։ Ավելին պետք է ուրախանաս, որ ամենակարողն է քո մեջ։ Սուրբ Հոգին ամեն ինչին կյանք տվողն է քո մեջ։ Դու պետք է քո մտքի աշխարհում այդ ազատությունը վերապրես, քո սրտի աշխարհում այդ ազատությունը վերապրես։ Եթե աչքդ աշխարհի մեջ է, վայա քեզ։ Եթե աչքդ երկնքի մեջ է, փառք քեզ։ Լսում եք։ Դու պետք է զգուշանես, ջահել ես, ահել ես, կապ չունի տղամարդ ես, կին ես, աչքդ երկնքի մեջ պահի, ոչ թե այս աշխարհի ժամանակավոր բաների մեջ։ Եթե դու ուզում ես, որ այս աշխարհից սիրվես, այս աշխարհը սիրել չգիտի, այս աշխարհը վնասել գիտի, բայց եթե ուզում ես սիրված լինես, նայի երկինք, մի փնտրի աշխարհում, այն ինչ որ աշխարհում չկա, դա Հիսուսն է։ Դու աշխարհում Հիսուս փնտրես, որտեղ գտնես։ Նա երկնքում է գահի վրա նստած։ Դու պետք է իրան փնտրես իր գահի առաջ գալով։ Սա կարևոր է։ Սիրելի Սուրբ Հոգին եկել է, որ սա կենտրոնացնի։ Հիմա ուզում եմ այդ կենտրոնացումը ձեզ բացեմ։ Ու մենք հետո կաղոթենք։ Թող նվագողներից մեկը գա այստեղ։ Տեսեք, երբ որ Պետրոսը այս իրարանցումը եղավ, հետո մեկ էլ լսեց այդ ծաղրանքի ձայնը, նա պատասխան տվեց։ Ասում է Պետրոսը վեր կացավ եւ 11-ի հետ եւ ասեց ձայն բարձրացնելով, նրանց հետ խոսում էր. «Ով հրեաստանցի մարդիկ եւ ամենքդ, որ բնակված եք Երուսաղեմում, սա ձեզ հայտնի լինի, իմ խոսքերին ականջ դրեք, որտեվ չէ թե ինչպես դուք էլ կարծում եք, որ սրանք հարբած են, որտեվ օրվա երրորդ ժամն է»։ Այս օրվա երրորդ ժամին մարդիկ չէին գնում խնջույքների մեջ, օրվա երրորդ ժամը դեռ աշխատանքային ժամ է կոչվում։ Լսում եք, օրվա 9-րդ ժամը դա արդեն երեկոյան ժամն է մոտենում, որ իրանք այդ ժամի մեջ արդեն գործից են տուն գալի։ Աշխատանքի մեջ ոչ մեկ չէր խմում, ու դրա համար ինքը ասում է օրվա երրորդ ժամն է դեռ։ Դա աշխատանքի մթնոլորտ է, աշխատանքի ժամանակ է, այս ժամանակի մեջ ոչ մեկ իրավունք չուներ իրան հանկարծ տար ինչ-որ մի հաճույքի կամ ինչ-որ մի խմիչքի։ Ու հասկացեք, ստե ինչ ենք մենք տեսնում, նա շարունակում է իր խոսքը, ասում է, այլ սա Հովել մարգարեի ձեռով ասվածն է, եւ կլինի հետին օրում ասում է Աստված, որ իմ հոգուցը կթափեմ ամեն մարմնի վրա, եւ ձեր որդիները եւ ձեր աղջիկները կմարգարեանան։ Առաջի բաներից մեկը, որ ասում է, Տերը ինչ է ուզում ակտիվացնի, որ մենք Հիսուսի վկայությունը այս բովանդակ աշխարհի մեջ բարձրացնենք, սա Քրիստոսի վկայությունն է։ Երբ որ դու Հիսուսի մասին վկայում ես այս աշխարհում, դու մարգարեանում ես այս աշխարհի մեջ, որ շուտով ինքը գալու է, դու իր կարիքը ունես։ Երբ որ դուք չեք վկայում, ձեր հարազատները կարան իրական դժոխքի բաժին դառնան, ես ու դու պետք է վկայենք, որ Քրիստոսը մի օր գալու է, նա հարություն առե մեռելներից։ Երբ որ դու վկայում ես դրա մասին, դու այս աշխարհին մարգարեանում ես, որ Հիսուսը կա, նա շուտով գալու է։ Սա որդիների ծառայությունն է, սիրելիներս, որ որդիների ծառայությունը բարձրաձայնում են։ Երկրորդ բանը ասում է, որ ձեր երիտասարդները տեսիլքներ կտեսնեն։ Երբ որ այս օրերի մեջ ես շատ տեսիլքներ եմ սկսում տեսնել, ես ասի Տեր ջան, կարող եմ մի քիչ երիտասարդ ասում ես ինձ։ Ոնց որ թե թարմություն է գալիս իմ վրա։ Ես ոնց որ երիտասարդանում եմ, որտեվ հասկանում ես, որ տեսիլքները երիտասարդները, օպա, այդ նշանակումը ես թարմանում եմ։ Մենք երբ որ սկսենք տեսիլքներ տեսնենք, դու կտեսնես ոնց ես թարմանալու։ Դա թարմացնում է, որտեղ սա ներքնաշխարհը փոխվում է, դու նույնը չես մնում, հələ պատկերացեք, որ հանկարծ մի լուր է հերու երկրից բացվում քեզ համար, ինչ է հետդ կատարվում, ով է երբևէ հերու երկրից լուր ստացել, լավ լուր, ինչ է կատարվել քո հետ, երբ որ քո երեխեքը գրել էին, երբ որ փող են ուղարկել,
ուրախություն եկե, ճիշտ է։ Քո սիրտը ինչ որ ցնծություն է վերապրել, հերու երկրից։ Հիմա պատկերացեք հերու երկրից։ Այդ երկնային թագավորությունը հանկարծ մի լուր է բացվում, տեսիլք է բացվում։ Դու ոնց կարաս ուժից ընկնես, դու թարմանում ես։ Դու թարմանում ես։ Սուրբ Հոգին բաներ է ուզում անի ձեր կյանքում։ Սիրելիներ, երիտասարդներ ասում են տեսիլքներ կտեսնեն ու ինքը խոսում է սրա մասին, ասում է ձեր ծերերը երազներ կտեսնեն, դրանով կհասկանան, այսինքն ծերերը դա ավակների մասին, առաջնորդների մասին, հայրերի մասին, մայրերի մասին, որ նրանք ասուց բաներ կտեսնեն, որ իմանան իրանց ընտանիքները, իրանց սերունդները ոնց առաջնորդեն։ Այնպես որ սա խոսք է ձեզ համար, ասում են այ իմ ծառաների եւ իմ աղախիների վրա այն օրում եւ իմ հոգուծը կթափեմ եւ կմարգարեանան։ Նշաններ կտան վերև երկնքում, նշաններ ներքևը երկրում, արյուն եւ կրակ եւ ծխի մարախուղ, արեգակը խավար կդառնա եւ լուսինը արյուն, Տիրոջ մեծ եւ երևելի օրը դեռ չեկած։ Եվ կլինի ամեն ով որ Տիրոջ անունը կանչի պետքա փրկվի։ Ինչի վրա է բերում։ Տիրոջ վրա, որ ով որ Տիրոջ անունը կանչի կփրկվի, Սուրբ Հոգին կենտրոնացած է, որ Հիսուսի իրականությունը բացի ամեն մի կորածի համար։ Պատկերացնում եք, մենք պետք է այս կենտրոնացումից չշեղվենք, սիրելիներ, Սուրբ Հոգին նա չի շեղվում։ Դու ուզում ես Սուրբ Հոգու հետ մոտիկ լինես, մոտիկ եղին կենտրոնացումների վրա, որի վրա ինքը կենտրոնացած է, շատ արագ կսկսես բացահայտել նրան, շատ արագ, որտեվ ինքը չի շեղվում այդ կենտրոնացումից։ Քեզ պետք է թարազուի գաս, քեզ պետք է այս իրականության վրա կենտրոնանաս, հենց կենտրոնացած Սուրբ Հոգին սկսելու է ակտիվացնել ամեն բան։ Սիրելիներ, ինքը եկավ ակտիվացրեց, ու երբ որ այս բան ինքը բարձրացնում է, հետո գիտեք Հովելի 2:26-ից 32-ը կբացեք տանը կկարդաք, չեմ ուզում այդ տեղն էլ բացեմ, թեպետ այնքան գաղտնիքներ կա, որ բացվում է, որտեղ ասում է չի ամաչելու իմ ժողովուրդը, երբ որ իմ հոգին գա իրանց վրա, նրանք պետք է տեսնեն հրաշքներ ու զորություններ, նրանք չեն ամաչելու, նրանք պետք է հասկանան, որ ես իրանց Աստվածն եմ, նրանք պետք է դա վերապրեն, որ թույլ վիճակում չլնեն, կտրված վիճակում չլնեն, շեղված վիճակում չլնեն, նրանք պետք է դա ճաշակեն, երբ որ իմ հոգին գա իրանց վրա, նրանք կիմանան, որ ես իրանց հետ եմ։ Շատեր ասում են, ես ոնց իմանամ, որ ինքը իմ հետ է։ Չես իմանա, եթե Սուրբ Հոգին չգա քո կյանքի մեջ։ Էդի Սուրբ Հոգին է օգնում քեզ, որ դու հասկանաս, որ Աստված քո հետ է։ Իսկ եթե ինքը օգնում է, որ դու հասկանաս, որ Աստված քո հետ է, ինքը մենակ էդի չի օգնում, նա օգնում է, որ դու էլ իր հետ լնես, որտեվ հարցը նրան մեջ չի, որ Աստված քո հետ է, հարցը որ հաճախակի մենք իր հետ չենք։ Մեր մտքերով, մեր սրտերով, մեր վարքով, մեր բարքով, իսկ ինքը օգնում է, որ դու էլ իր հետ լնես։ Այդ ինչի համար Սուրբ Հոգին եկել է, որ մենք մենակ չմնանք այն մակարդակի վրա, որ Աստված մեր հետ է, մենք նաև բացվենք, որ մենք էլ քո հետ ենք, Տեր, որ մենք էլ քո հետ ենք։ Մենք չենք ուզում մենակ ապրենք այն լույսի ներքո, որ դու մեզ հետ ես։ Մենք ուզում ենք ընկալենք, որ մենք էլ քո հետ ենք, որտեղ սա կոչվում է հարաբերություն, սա կոչվում է կյանք, ու այդ առանց Սուրբ Հոգու հնարավոր չէ։ Այդ թե Սուրբ Հոգին ինչ է անում, երբ որ Հովելի մեջ կկարդաք, այս բաները ձեզ համար կբացվի։ Ու գիտեք, երբ որ Պետրոսը սկսում է քարոզել, ուշադրություն ձեզ գրավեմ, ինչի վրա է ինքը կենտրոնացած քարոզում։ Ինքը խոսում է Սուրբ Հոգու մասին, կենտրոնացած լինելով Հիսուսի վրա։ Նա չի խոսում Սուրբ Հոգու մասին Հիսուսից կտրված լինելով։ Նա խոսում է Սուրբ Հոգու մասին, թե այս ինչ է տեղի ունեցել, բայց կենտրոնացած լինելով Հիսուսի վրա։ Եկեք կարդանք մի երկու բան։ Նայեք, ասում է ով իսրայելացի մարդիկ այս խոսքերը լսեցեք։ 22 խոսքից եմ կարդում մինչև 24 խոսքերը։ Հիսուս Նազովրեցին այն մարդը, որ Աստվածանից ցույց տրվեցավ ձեզանում զորություններով, հրաշքներով, նշաններով, որ Աստված նրա ձեռքով արավ ձեր միջում, ինչպես դուք էլ գիտեք։ Նրան, որ Աստված սահմանված խորհրդով եւ կանխագիտությունով մատնված էր, առակ անօրենների ձեռքով փայտի վրա բևեռած սպանեցիք։ Նա խոսում է այդ ժողովրդի հետ, ասում է անօրենների ձեռքով վերցեցիք ու սպանեցիք այդ մեկին, ով որ նախատեսված էր մեզ համար փրկություն, օգնություն, օրհնություն լինելու համար։ Լսեք հետո ինչ ասում։ Որին Աստված հարություն տվեց մահի ցավերը լուծելով, որտև կարելի չէր, որ նա նրան բռնած պահեր։ Նա կենտրոնացած է նրա հարության վրա։
Հետո խոսում է 5 տականից մարգարեություններ բերելով Դավիթի սաղմոսներից, ասում է հետևյալ խոսքը 27 խոսքն եմ կարդում, որտեվ իմ անձը չես թողիլ գերեզմանում եւ ոչ էլ քո սուրբին ապականություն տեսնել կտաս։ Դավիթ այս սաղմոսի միջոցով մարգարեանում էր Հիսուսի մասին, որ Հիսուսը գերեզմանի մեջ չի մնալու եւ չի ապականվելու։ Մեր բոլորիս պես, մեր մարմինների պես, բայց նա հարությունը առնելու, նա չի թողելու նրան գերեզմանի մեջ։ Կյանքի ճանապարհները ճանաչեցրիր ինձ, քո երեսի ուրախությունով կլցնես ինձ։ Դուք պատկերացեք, դա խոսում է, թե Հիսուսը ինչ կարգավիճակում է։ Եթե դու այսօր Հիսուսի հետ ես, բայց տխուր ես, դու չես տեսել նրան ուրեմն։ Դու չես ճանաչել նրան նաև։ Լսում եք, որտեղ մենք տեսնում ենք, որ Հիսուսը լցված է ուրախությունով։ Տեր ուզում է, որ դու էլ լցված ես ուրախությունով։ Հիմա Սուրբ Հոգին ինքը եկել է, որ կենթանացնի, բացի քո աչքերը, որ քո կյանքի մեջ այդ հարության ուրախությունով լցվի։ Ու ինքը խոսում է դրա մասին։ Ինքը մարգարեական այս տեղերը բերելով, ասում է ուրախությունով կլցնես ինձ։ Հետո ասում է մարդիկ եղբայր, պետք է համարձակությամբ ասեմ ձեզ։ Դավիթ նահապետը ինքը ասում է մահացավ։ Նա մեռավ եւ թաղվեցավ, նրա գերեզմանը մինչեւ այսօր մեր մեջ է։ Իսկ որովհետեւ մարգարե էր Դավիթ թագավորը, նա գիտեր Աստված երդումով երդվել է նրան, որ նրա երանքի պտղիցը մարմնի կողմանի հարություն կտա Քրիստոսին, նրա աթոռի վրա նստեցնելու համար։ Առաջուց իմացած խոսեց Քրիստոսի հարության համար, թե նրա անձը գերեզմանում չթողնվեցավ եւ ոչ էլ նրա մարմինը ապականություն տեսավ։ Սույն այս Հիսուսին Աստված հարություն տվավ, որի վկաներն ենք մենք ամենքս։ Ուշադրություն դարձեք, արդեն առաջին բանը մենք լսում ենք, որ Սուրբ Հոգին եկավ, դա մենակ նշանը չէր, դա ակտիվացրեց այն ինչ որ Հիսուս ասել է, որ Սուրբ Հոգին երբ որ կգա, նա կօգնի ձեզ, որ դուք իմ մասին վկայեք։ Ու մենք տեսնում ենք արդեն առաջին օգնությունը, որ այս քարոզչության մեջ Սուրբ Հոգին ցույց է տալիս, որ ինքը ինչ կենտրոնացած, նպատակաուղված հոգի է, Աստծուց ուղարկված մեր մեջ, նպատակաուղված։ Ու ինքը այս նպատակից երբեք չի շեղվում։ Երբեք չի շեղվում։ Ու ասեմ ձեզ, ոնց կարաս դու իմանաս իր հետ ես, եթե դու էլ քո այս կարևոր նպատակից չես շեղվում։ Մենակ դրա միջոցով կարաս հասկանաս, որ դու իր հետ ես։ Ու ինքն էլ քո հետ է։ Ուրիշ կերպ չես կարող իմանաս։ Մի հատ վերանայի, դու այս հարցում իր հետ ես թե չէ։ Ուզում ես, որ ինքը քո հետ լինի քո ֆինանսների մեջ, ուզում ես ինքը քո հետ լինի քո տան մեջ, ուզում ես ինքը քո հետ լինի քո գործի մեջ, ուզում ես ինքը քո երեխեքի հետ լինի, ուզում ես, որ ինքը քեզ օգնի ամեն բանի մեջ։ Լավ է։ Բայց ճիշտ չի։ Ճիշտ չի։ Դու պետք է իր հետ լինես, որտեղ ինքը քո հետ լինելու համար ունի նպատակ։ Այդ նպատակը Հիսուսի վկայությունն է։ Ինքը չի կարող քո հետ լինի քո այդ բոլոր ասած բաների առումով։ Ինքը քո հետ է մենակ մի բանի համար, որ դու այդ վկայությունը բերես քո երեխեքի մեջ, որ դու այդ վկայությունը բերես քո տան մեջ։ Սիրելիներս, եթե ինքը քո երեխեքի հետ է, ուրեմն Քրիստոսի վկայությունը իրանց համար պետք է բարձրանա։ Եթե ինքը քո ֆինանսների հետ է, ապա քո ֆինանսները պետք է բարձրանան։ Ինչի համար? Այդ կարևոր գործի համար։ Եթե իր հոգին քո հետ է, նշանակում է դու իր կյանքը փոխանցող մարդ ես դառնալու։ Դու այդ կյանքի զորությունով ապրող մարդ ես դառնալու։ Դու այդ իրականությունը տարածող մարդ ես դառնալու։ Այդ ինչ համար Տերը չի ուզում, որ դուք իրան ներգրավեք ձեր կյանքի մեջ։ Ինքն է ուզում ձեզ ներգրավ իր կյանքի մեջ։ Գիտեք ինչու? Որտեվ երբ որ մենք իրան ուզում ենք ներգրավենք մեր կյանքի մեջ, առանց ներգրաված լինելու, մենք մեզ համար կուրքեր ենք սարքում։ Մենք իր անունը վերցնում ենք մեզ համար, բայց մենք մեր համար կուրքեր ենք սարքում, հələ այդ կուրքերի վրա էլ իր անունն ենք կպցնում։ Սենց այդպես չպետք է լինի։ Հիմա հարց եմ ուզում տամ, ով է ուզում ավելի շատ, որ դու ներգրաված լինես իր մեջ։ Դու թե ինքը։ Հիսուսը, Սուրբ Հոգին եկել է դրա համար, որ դու ներգրաված լինես այն կյանքի մեջ, որ ինքը թողել է քեզ համար։ Ու երբ որ դու ներգրաված լինես այդ կյանքի մեջ, որ ինքը թողել է քեզ համար, ապա դու էդի կբերես քո տան մեջ։ Ոչ թե իրան կբերես քո տան մեջ, դու էդի կբերես քո տան մեջ, որովհետև դու ներգրաված ես դրա մեջ։ Լսում եք, այդ ժամանակ դու կուրք չես սարքի,
Դու այդ ժամանակ իրականության հետ ես ապրելու, այդ կյանքը բորբոքվելու է, այդ կյանքը ազդեցության է վերածվելու, քո կյանքի մեջ փոփոխության էջեր է բացվելու Հիսուսի անունով։ Այդ ինչի համար Սուրբ Հոգին այս մարդկանց հենց այն պայծ որ եկավ, նրանք նշանը վերապրեցին, բայց զարմանալին գիտեք որն է, որ տեսեք ասում է սույն այս Հիսուսին Աստված հարություն տվավ, որի վկաներն ենք մենք ամենս։ Ու հետո ասում է Աստծո աչով բարձացավ, Աստծո աչով բարձացած եւ Սուրբ Հոգու խոստմունքը հորիցն առած թափեց այս որ դուք հիմա տեսնում եք։ Ինքը ում վրա կենտրոնացած այս խոսքը ազատագրեց Հիսուսի վրա։ Ինչու՞, որտեվ երբ որ դու կենտրոնացած ես դրա վրա, այն ժամանակ միայն դու իրավունք ունես խոսած որ Սուրբ Հոգին մեր հետ է։ Ինչի՞, որտեվ Սուրբ Հոգին կենտրոնացած է Հիսուսի վրա։ Ու երբ որ դու ասում ես որ Սուրբ Հոգին այստեղ է, պետք է այս կենտրոնացումը շատ կարևոր է մեզ համար։ Սիրելիներ, այս պատմության մեջ ինչը ինձ զարմացնում է, որ Սուրբ Հոգին նա կենտրոնացած է, որ Քրիստոսի վկայությունը բարձրանա մեր յուրաքանչյուրիս մեջ, որ մենք ներգրաված լինենք այդ իրականության մեջ ու ոչ միայն նաև այդ իրականությունը բերենք մեր տների մեջ Հիսուսի անունով։ Եթե դու ծանոթ չլնես այդ իրականությանը, դու ինչ բերես քո տան մեջ։ Մենակ մի հատ անոն առանց իր իրականության, այդ դեպքում մենք կնմանվենք հրեաներին, որ հորթը ստեղծեցին, հերիք չի, նաև Աստծո անունը կնքեցին այդ հորթի վրա ու ասեցին սա է Եհովան, Յահվեն, որ մեզ Եգիպտոսից դուրս հանե։ Պատկերացիք լիմպա, վերցնեն Աստծո անունը, կպցնեն մի հատ սարքած ձուլածո կերպարի ու ասեն, որ այս կերպարն է մեզ Եգիպտոսից դուրս հանե։ Սենց գիտեք ինչ է նշանակում։ Մեր լեզվով ասեմ, իմ փայ Աստվածն է։ Լսեցիք։ Մեր լեզվով ասած, էսի իմ փայ Աստվածն է, որ հանդիպում ես մարդկանց, ասում են, ես իմ փայ Աստծուց գոհ եմ։ Սիրելիներ, Աստված փայ չունի, որ դու գոհ լինես։ Ինքը անսահման մեկն է։ Դու չես կարող իրան փայ սարքես։ Այդ փայը քո ստեղծած կուրքն է, բայց ոչ ինքն է, որտեվ այդ դեպքում դու իրան չես բանում, մենակ իրան օգտագործելու ես։ Իսկ դա նշանակում է դու կուրք ես ստեղծում։ Տերը այսպես չի ուզում։ Տերը ուզում է, որ մենք մտնենք իր իրականության մեջ, մտնենք իր ճոխության մեջ։ Այդ ինչ համար էս աշակերտները սպասում էին, երբ որ այդ իրականությունը եկավ, նրանք մտան ու նրանց էլ երբեք ոչ մեկ չկանգնեցրեց, նրանց ոչ մեկ հետ չկանգնեցրեց, նրանք մինչև վերջ գնացին, անգամ պատրաստ էին ու նաև նահատակվեցին Հիսուսի անվան համար։ Հալելույա։ Ով է ուզում մտնի այդ ջրերի մեջ։ Այդ ջրերը քո մեջ են, բայց դու պետք է մտնես այդ ջրերի մեջ։ Լսում եք, այդ ջրերը քո մեջ են, Սուրբ Հոգին մեր մեջ է, բայց դու պետք է մտնես դրա մեջ։ Որ չլինի այնպես, որ այդ ջրերը քո մեջ են, բայց դու այդ ջրերի հետ չես աշխատում։ Այդ ջրերը քո մեջ արդեն բացված են, բայց պետք է մտնես դրա մեջ։ Թույլ տաս, որ դրանք հորդեն քեզանից։ Սուրբ Հոգին եկավ ու ինքը այս կենտրոնացումը ակտիվացրեց ու այդ աշակերտները նրանք բովանդակ աշխարհը վերցեցին։ Սիրելիներ, եկեք բարձրանանք։ Եկեք բարձրանանք, Տիրոջ Հոգին այստեղ է։ Եկեք փառաբանողներ, բարձացեք բեմ։ Հալելույա։ Ինչ հիասքանչ է Տիրոջ ներկայությունը այս վայրում։ Սիրելիներ, մենք կաղոթենք իրականում, որ Տիրոջ զորությունը հիմա արձակվի։ Ովքեր բժշկության կարիք ունեն։ Գիտեք, չէ՞ որ Սուրբ Հոգին է բժշկում։ Իսկ եթե գիտեք, որ Սուրբ Հոգին է բժշկում, կխնդրեմ, որ հիմա ձեռքերը դրեք ձեր մարմինների վրա։ Լավ։ Ինքը ստեղ է, սիրելիներս, ինքը ստեղ է։ Թող ինքը հպվի հենց հիմա։ Թող ինքը հպվի հենց հիմա։ Որտեվ ինքը ուզում է քեզ հպվի։ Մենք կարան կանչենք առաջել ձեզ համար ամեն մեկից անհատապես աղոթենք, բայց գիտեք, ես ուզում եմ, որ Սուրբ Հոգու վերապրումը դուք ունենաք։ Գիտեք ինչի, որովհետև Տերն է ուզում է ձեզ։ Այսօր Տերը չի ուզում, որ մենք ձեռնադրություն անենք ձեզ վրա, բայց Տերը ասել է, որ պետք է աղոթենք հիվանդների համար։ Լսում եք։ Բայց ինքը ես մինչև վերջ բանը չգիտեի ոնց ենք աղոթելու, կանչելու ենք, ձեռք ենք դնելու, թե ոնց ենք անելու, բայց ես զգում եմ, որ Տերը ուզում է ինքը հպվի քեզ, որտեվ ինքը ստեղ ներկա է։ Ինքը ստեղ ներկա է, սիրելիներս։ Ինքը ստեղ ներկա է։ Ինքը ստեղ ներկա է, որտեղ Տիրոջ Հոգին այնտեղ ազատություն է գալիս։ Քո մարմինը պետք է ազատվի հիվանդությունից, որտեղ Տիրոջ Հոգին այնտեղ ազատություն է գալիս, սիրելիներ։ Որտեղ Տիրոջ Հոգին այնտեղ ազատություն է գալիս։ Քո մտքերը եթե տանջանքներ ունեն, պետք է ազատվեն։ Քո մարմինը եթե ցավեր ունի, պետք է ազատվի, սիրելիներս։
Ինչու որտեղ Տիրոջ հոգին այնտեղ ազատություն է գալիս։ Եթե լարվածություններ ունես, վախեր ունես, հոգսեր, տանջանքներ ունես, Տերը ազատություն ուզում բերի, ու ինքը ստեղ ներկա է, որ այդ ազատությունը բերի քո կյանքի մեջ։ Սուրբ հոգին բժշկող է, նա կյանքի հեղինակն է, որտեղ ինքը ներկա է, այնտեղ չպետք է օտար բան լինի։ Իր ներկայությունը հեռացնում է խավարը, որտեղ ինքը զարմանալի լույս է լույսից։ Նրա լույսը ցրում ամեն ցավը։ Ընդունեք ուղակի, փակեք ձեր աչքերը, եղեք Տիրոջ ներկայության մեջ։ Եկեք ընդունենք այդ օգնությունը, այդ զորությունը։ Քո սրտի գիտես, մի աղերսի, որ ինքը քեզ բժշկի, մի էլ աղաչի, որ ինքը քեզ բժշկի։ Դու ուղակի ասի, պապ ջան, շնորհակալ եմ, որ դա քո կամքն է ինձ համար, որ քո համար դժվար չի, որ դու հենց հիմա հպվես։ Ու ես գիտեմ, որ դու հիմա հպվում ես իմ սրտին, հպվում ես իմ կյանքին։ Ես չեմ ուզում էդի պոկեմ քեզանից, որտեվ դու չես պահում էդ ինձանից, որ ես մի հատ էլ պոկեմ։ Դու բժշկում ես ինձի, որտեվ դու հետաքրքրված ես իմ տանջանքով, դու հետաքրքրված ես իմ առողջությունով, դու հետաքրքրված ես իմ փրկությունով, դու հետաքրքրված ես իմ հաստատությունով, դու հետաքրքրված ես այն ամենով, որ դու մտածում ես, որ իմ կյանքում տեղի ունենա։ Սիրելիներ, եկեք երկրպագենք, փառաբանենք ու միև ժամանակ աղոթենք քո համար պահի քո ձեռքը քո մարմնի վրա։ Այո, եկեք ուղղակի երկրպագենք Տիրոջը։ Եկեք երկրպագենք, լինենք այս ներկայության մեջ։ Որտեղ Տիրոջ հոգին այնտեղ ազատություն է, սիրելիներ։ Թող այդ հիվանդությունը հեռանա քեզանից։ Թող այդ հիվանդության ներկայությունը հեռանա բիվական քո ընտանիքից։ Թող հեռանա, թող հեռանա, թող հեռանա։ Թող հեռանա ամեն ծանրություն, ամեն ցավ, ամեն վախ։ Թող հեռանա հենց հիմա։ Որտեղ Տիրոջ հոգին այնտեղ ազատություն է։ Թող հեռանա քո սրտից ամեն մի օտար բան, որ քեզի նեղացնում է։ Հենց հիմա թող հեռանա։ Հիսուսի զորավոր անունով։ Օ շիլարաբահայները բեգետարաբա։ Շուրի արարակամեն դուղարդի բրենդերը։ Օ Հիսուս, մենք փառաբանում ենք քեզ, փառաբանում ենք քեզ, փառաբանում ենք քեզ։ Թող քո փառքը բացվի, թող քո օգնությունը բացվի, թող քո հրաշքները բացվեն։ Սուրբ Հոգի դու այստեղ ես, գործի քո փառքով, դու հպվի մարդկանց, որ յուրաքանչյուր լցվի քո իրականությունով, որ յուրաքանչյուր լցվի քո իրականությունով։ Օ շիկալալալալաբահայ, օ ռիալալալաբահայ լերեսայ, շուրի արալալաբահայ լերեբեգեդո շիգերի, օ ռաբաբաբա Եվ որ ձերքը դրել ես քո վրա, ուղղակի ասա շնորհակալ եմ, որ Սուրբ Հոգի դու ազատություն ես բերում իմ մարմնի մեջ։ Ասա շնորհակալություն, որ ամեն ցավը հեռանում է ինձանից։ Շնորհակալություն, որտեղ քո լույսն այնտեղ խավարը հեռանում է։ Շնորհակալ եմ, որ դու մաքրում ես իմ երիկամները, որ դու մաքրում ես իմ շնչառությունը, որ դու մաքրում ես իմ ատամները, որ դու մաքրում ես իմ մարմինը, որ մաքրում ես ամեն տանջանքներից։ Շնորհակալ եմ, որ ամեն ուռուցքներից ազատում ես իմ մարմինը։ Շնորհակալ եմ, որ դու հիմա բժշկում ես իմ մարմինը։ Այո Տեր, շնորհակալ եմ, այո Տեր, շնորհակալ եմ, որ դու հարություն ես առել և մահվան, այդ ցավերի հարցերը լուծել ես, որ մենք ոչ թե վախերով ապրենք, բայց քո զորությամբ ապրենք։ Շնորհակալ եմ, որ քո ազատագրող զորությունը տարածվում է այն մարդկանց վրա, որ բռնված են դևերով։ Թող այդ ցավերը հեռանան, թող այդ տանջանքները հեռանան։ Հիսուսի անունով, թող վերականգնվեն աչքերը, վերականգնվեն տեսողությունը։ Հենց հիմա թող բացվեն ականջները, թող համրի լեզուն բացվի, թող բացվի համրի լեզուն, թող բացվի ամեն մի խուլ ականջները, թող բացվեն ամեն կուրացած աչքերը, դրող ովքեր խնդիրներ ունեն աչքերի, հենց հիմա մենք ազատագրում ենք, թող բժշկությունը գա, թող տեսողությունը վերականգնվի։ Ամեն տեսակից բեռները թող հեռանան։ Հիսուս, դու վերցնում ես մեր բեռները և տալիս ես քո թեթև ու քաղցր բեռները։ Մենք հենց հիմա կոտրում ենք այդ շուտը յուրաքանչյուրի վրայից։ Հիսուսի զորավոր, Հիսուսի զորավոր անունով։ Շնորհակալ եմ,
հայտնել քո բժշկության համար ունեցողի պես շնորհակալություն հայտնի ունեցողի պես փառաբանի ունեցողի պես կանչի ունեցողի պես հրճակի Միասին ասենք, ես հենց հիմա ընդունում եմ քեզ Սուրբ Հոգի։ Շնորհակալ եմ, որ քո ներկայությունը իմ մեջ է։ Ես պատվում եմ քեզ։ Թող քո զորությունը լցնի իմ սիրտը, որ ես քո վկայությունը տանեմ բովանդակ աշխարհ։ Շնորհակալ եմ, որ դու տալիս ես քո կարողությունը հենց հիմա ինձ։ Թող քո պարգևները ակտիվանան իմ մեջ։ Հենց հիմա ես խնդրում եմ, որ քո պարգևները ակտիվանան իմ մեջ։ Որ ոչ մի բան չխանգարի քո ուզածներին իմ մեջ, որ ոչ մի բան չխանգարի քո պարգևներին իմ մեջ, որ ոչ մի բան չխանգարի քո հրաշքներին իմ մեջ, որ ոչ մի բան չխանգարի քո ուզածներին իմ մեջ։ Ես շնորհակալություն եմ հայտնում, որ քո ներկայությունով ողողում ես իմ սիրտը, իմ միտքը, իմ կյանքը, իմ տունը։ Օ Սուրբ Աստված, շնորհակալ ենք, որ դու մեզ քաշում ես քո իրականության մեջ, որ դու մեզ քաշում ես քո ներկայության մեջ, որ դու մեզ քաշում ես քո զարմանալի ներգործության մեջ։ Շնորհակալ ենք, որ դու ես մեզ ներգրավում քո մեջ, որ մենք էլ կարողանանք քեզ ներգրավենք մեր մեջ։ Օ ռաբակատի էլերեմեգե դրաբահայ շուրի արալարաբանա մասին նեգրելելի։ Օ հալելույա, 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 Hallelujah, hallelujah, Եկեք բարձրացնենք մեր աջ ձեռքը, մեր ամեն հարազատի բարեկամի համար, ովքեր դեռ փրկված չեն։ Գիտեք, Սուրբ Հոգին իրանց ախորժում է, Սուրբ Հոգին ուզում է իրանց փրկությունը, Սուրբ Հոգին հետաքրքրված է իրանց ամեն մեկով։ Ձեր աջ ձեռքը բարձրացրեք նրանց համար ու մենք միասին աղոթենք, որ նրանց վրա փրկության հոգին գա, որ Սուրբ Հոգու այդ ներգործությունը գա, որ հրեշտակների ծառայությունը գա, որ մենք Սուրբ Հոգով լցված նաև Հիսուսի վկայությունը կարողանանք բերենք իրանց մոտ։ Ամենակարող Աստված, մենք բարձրացնում ենք մեր աջ ձեռքը, ինչպես նշան, որ դու հետաքրքրված ես մեր ամեն հարազատի ու բարեկամի փրկությունով։ Մենք մեր ձայնը բարձրացնում ենք իրանց համար, Տեր, հավատալով քո սրտի մտքերին, զգացողություններին, խոսքերին, որ դու ասում ես, որ դու մեղավորի մեռնելը չես ուզում, որ դու ամեն մեղավորի դարձի գալն ու ապրելն ես ուզում։ Ու մենք մեր ձայնը այսօր բարձրացնում ենք մեր ամեն մեղավոր հարազատների համար, բարեկամների համար, որդիների դուստրերի համար։ Մենք խնդրում ենք, որ քո փրկությունը այցելի իրանց։ Մենք խնդրում ենք, որ քո հոգին այցելի իրանց եւ տաս մեր սրտին համարձակություն, նաեւ որ քո վկայությունը բերենք իրանց մոտ, որ քո խոսքն ու օգնությունը բերենք իրանց մոտ, որ երբ որ մենք իրանց հանդիպենք, մենք չամաչենք ու չվախենանք, որ քո քաղցրությունը ցուցադրենք իրանց, որ քո բարիքը փոխանցենք իրանց, որ քո մտքերը փոխանցենք իրանց, որ քո ծրագրերը փոխանցենք իրանց։ Մենք կանչում ենք այդ օգնությունը յուրաքանչյուրի համար։ Սուրբ Աստված, շնորհակալություն ենք հայտնում, որ դու հետաքրքրված ես իրանց ամեն մեկի փրկությունով։ Թող մեր սիրտը չշեղվի այդ կարևոր նպատակից, որ քո կյանքի վկայությունը բերենք իրանց մոտ, որ քո կյանքի իրականությունը բացվի իրանց համար, որ նրանք ճաշակեն, տեսնեն եւ խավարից փոխադրվեն լույսի թագավորության մեջ։ Գործածի մեզ յուրաքանչյուրից, որ մենք քո վկաները դառնանք, Հիսուս քո հարության վկաները դառնանք, մեր ամեն մի մեղավոր հարազատի, բարեկամի, հարևանի, ընկերոջ, ծանոթի համար Հիսուսի զորավոր անունով։ Շնորհակալություն ենք հայտնում քեզ, թանկագին Տիրոջ հոգի։ Հալելույա։ Խնդրեմ եկեք բարձրացնենք նաև մեր ձախ ձեռքերը։ Իրականում Աստծո խոսքը ասում է, որ նրա ձախ ձեռքում հարստություն ու փառք կա։ Թող իրականում ազատագրվի այդ օգնությունը։ Դու պետք է հարստության հետ ու փառքի հետ գործ ունենաս։ Թող Աստծո իմաստությունը գա քո վրա, որ դու իրականում պարտքերից ազատ կյանքով ապրես, որ փառքի հետ աշխատես, որ փառքի մթնոլորտի մեջ ապրես եւ չշեղվես, եւ այդ փառքի մթնոլորտի ճոխությունով գործես ու ազդեցություն բերես։ Տեր, մենք այսօր աղոթում ենք, դու ասում ես, որ քո ձախ ձեռքի մեջ փառք կա, հարստություն կա, որ մենք կարողանանք դրա վրա իմաստություն ունենանք, որ այդ ամենը ծառայեցնենք,
ծառայեցնենք կարևոր բաների համար։ Մենք այսօր ազատագրում ենք օգնությունը, որ պարտքի լուծը քանդվի, որ ամեն տեսակի այդ մոխիր վիճակը քանդվի, որ յուրաքանչյուր զավակ բարձրանա փառքի ներկայության մեջ, որ մոխրի փոխարեն փառքը բարձրանա յուրաքանչյուրի կյանքում, որ յուրաքանչյուրը նոր հույս ունենա, նոր հարստություն ունենա եւ կարողանա այդ ամեն ինչը կյանքի կոչի եւ օգնություն ու օրհնություն լինի շատերի համար։ Մենք խնդրում ենք, որ դա վերականգնվի ամեն մեկի կյանքում, դա բարձրանա ամեն մեկի կյանքում։ Օ թանկագին Տիրոջ հոգի, թող քո ներգործության դա բարձրանա, որ յուրաքանչյուրը գործ ունենա քո փառքի հետ, գործ ունենա քո հնարավորությունների հետ, փրկության ծրագիրը ակտիվորեն իրականացնելու համար Հիսուսի զորավոր անունով։ Եկեք հիմա բարձրացնենք մենք բոլորս մեր ձեռքերը։ Գիտեք, սա նշանակում է, որ մենք երկրպագուներ ենք։ Երբ որ դու քո ձեռքերը բարձրացնում ես սուրբ ձեռքերի դեպի Տերը, սա նշանակում է, որ դու ամեն բանի մեջ ուզում ես փառք տաս նրան։ Դու հետաքրքրված ես, որ նրա փառքը բացվի։ Դու հետաքրքրված ես, որ նրա անունը փառավորվի։ Եկեք հիմա փառավորենք նրան, փառաբանենք նրան, գովերգենք նրան։ Հիսուս շնորհակալություն ենք հայտնում։ Դու արժանի ես փառաբանության։ Շնորհակալ ենք։ Մենք հիմա կարանք մի փոքր ընկալենք ու ճաշակենք, թե ինչքան դու փափագում ես, որ Սուրբ Հոգին գա մեր մեջ, որ մենք կարողանանք իրականում ճաշակենք այն ամենը, ինչ որ դու ճաշակում էիր, հոր հետ լինելով, հոգու իրականության մեջ ապրելով, դու ամեն բան արեցիր, որ Սուրբ Հոգին կա մեր մեջ, որ մենք մասնակից լինենք այդ զարմանալի ճոխությանը, որին մեզ մասնակից դարձրեցիր, այն պահից, որ մենք քեզ ընդունեցինք մեր սրտերի մեջ, Հիսուս, անունդ փառաբանում ենք, անունդ մեծարում ենք, անունդ գովերգում ենք, թող քո անունը բարձրանա մեր երկրի վրա, թող քո անունը բարձրանա մեր տների վրա, թող քո անունը բարձրանա մեր քաղաքի վրա, թող քո անունը բարձրանա այս ամբողջ տարածաշրջանի վրա, օ Տեր, թող քո անունը բարձրանա մեր ազգատոհների վրա, թող քո անունը փառավորվի, մեծարում ենք, փառաբանում ենք քեզ Հայր, Հիսուսի անունով, եւ բոլորս բացականչեցինք հալելույա։ Փառք Աստծուն, ամեն անգամ Աստված ուղարկում է իր խոսքը եւ բժշկում է մեր սրտերը։ Հիասքանչ է, որ մենք կարող ենք լսել Աստծո խոսքերը։ Ուզում եմ խոսքս հատուկ ուղղեմ բոլոր նրանց, ովքեր առաջին անգամ դիտում են մեզ։ Հիսուս քեզ շատ սիրում է։ Նա ամեն բան դրել է զոհասեղանին, որ դու կյանք ունենաս այսօր եւ առավելին ունենաս։ Այս աշխարհում կա մեղք եւ մեղքը սպանում է մարդկանց, տանջանքի մեջ է բերում մարդկանց։ Ուզում եմ մի հատված քեզ համար ընթերցեմ Եսայիա մարգարեության 53-րդ գլխից։ Հավատում եմ, որ նա շատ օգտակար կլինի քեզ համար։ Ով հավատաց մեր լուրին եւ Տիրոջ բազուկը ում հայտնվեցավ, որտեւ նա մատաղատուղինքի պես դուրս եկավ նրա առաջին եւ արմատի պես ծարավուտ երկրից, ոչ կերպարանք ուներ, ոչ էլ վայելչություն, եւ մենք տեսանք նրան եւ մի տեսք չկար, որ նրան ախորժեինք։ Նա անարգված էր, մարդկանց երեսից ընկած, հարվածների տեր եւ ցավի տեղյակ եղավ, եւ մի այնպիսին, որից պետք էր երես ծածկել, անարգված էր եւ մենք նրան ոչինչ էինք համարում։ Հիրավի նա մեր ցավերը վեր առավ եւ մեր վիշտերը բեռնեց իր վրա, բայց մենք նրան պատոհարված էինք համարում, Աստվածանից զարկված եւ նկուն եղած։ Բայց նա մեր մեղքերի համար վիրավորվեցավ եւ մեր անօրենությունների համար հարվածվեցավ։ Մեր խաղաղության պատիժը նրա վրա եղավ եւ նրա վերքերով մենք բժշկվեցանք։ Մենք ամենքս մոլորվածների պես ման էինք գալիս, յուրաքանչյուրս մեր ճանապարհներում, եւ Տերը նրա վրա դրեց մեր ամենիս մեղքը։ Սիրելի բարեկամ, այսօր դու ունես հնարավորություն կյանքդ նվիրելու Հիսուսին։ Ու ես հավատում եմ, որ երբ որ այս աղոթքը դու ինձ հետ միասին կբարձրացնես, Հիսուսը կգա քո սրտի մեջ, կդառնա քո Տերը եւ Փրկիչը, եւ քեզ օգնություն կտա, փրկություն կտա, կյանք կտա։ Ուստի աղոթի այս աղոթքը ինձ հետ միասին։ Ամենակարող Աստված, ես խոստովանում եմ քո առջև, որ ես մեղավոր մարդ եմ ու քո ողորմության ու փրկության կարիքն ունեմ։ Խնդրում եմ Հիսուս, որ քո սուրբ արյունով մաքրես իմ բոլոր մեղքերը, իմ բոլոր չարությունները, որ ես արել եմ քո առաջին։ Քո սուրբ արյունով մաքրի եւ բնակվի իմ սրտի մեջ,
դարձիր իմ կյանքի Տերը եւ իմ կյանքի Փրկիչը։ Հայր Աստված, շնորհակալություն եմ հայտնում, որ դու ընդունում ես ինձ մեղավորիս եւ որդի ես դարձնում քո արքայության մեջ։ Հիսուսի անունով ես հրատարակում եմ երկնքի առաջ, հանրության առաջ եւ դժոխքի առաջ, որ Հիսուս Քրիստոսը իմ կյանքի Տերն է եւ իմ կյանքի Փրկիչը։ Ամեն։ Եթե դուք այս աղոթքը արել եք, հավատացեք, որ Հիսուսը հիմա ձեր մեջ է, ձեր հետ է, ձեր թիկունքին կանգնած է, ձեր սրտի մեջ թագավորելու է, ձեզ պետք է գտնել մի եկեղեցի, տեղական եկեղեցի, որտեղ կարող եք տնկվել, հաստատվել եւ ձեր հարաբերությունը ինչպես ընտանիքի մարդ զարգացնեք, ճանաչեք եւ առաջխաղացում ունենաք։ Եվ շարունակեք Հիսուսին ճանաչել, նա սիրում է ձեզ։ Եղեք օրհնված։ Փառք Աստծուն։ Տերը հիասքանչ գործերը անում ու մեզ ընդգրկում այդ գործերի մեջ, մեզ մասնակից է դարձնում, ինչպես մենք կարող ենք մասնակից դառնալ ավետարանի գործին, մեր նվիրատվություններով եւ մեր ընծաներով։ Աստծո խոսքը ասում է, որ նա առատապես մատակարարում է մեզ յուրաքանչյուրից, որ մենք կարողանանք համ վայելենք, համ բավականություն ունենանք, բայց նաեւ ամեն բարի գործի համար նաեւ պատրաստ լինենք։ Ուզում եմ մի հատված ընթերցեմ ձեզ համար առաջին Տիմոթեոսի 6-րդ գլխի 17-րդ խոսքից։ Ներկա աշխարհի հարուստներին եւ բոլորին պատվեր է տրված, որ մեզանից յուրաքանչյուրս հույսներ չդնենք նյութական բաների վրա, այլ մեր հույսը կապենք Աստծո հետ։ Ու շարունակությունը այսպես ասում, որ ամեն բան տալիս է մեզ առատապես վայելելու համար։ Բարի գործենք, բարի գործերով հարստանանք, առատաձեռնորեն նվիրատվություններով, օգնություններով, ընծաներով օգնություն լինենք ամեն կարոտին եւ ամեն մի գործին, որ ավետարանը բերում է այս աշխարհի մեջ։ Եվ այս ամենի մեջ Աստծո խոսքը ասում է, որ նրա մենք յուրաքանչյուրս մեր նվիրատվություններով մենք մասնակից ենք լինում հավիտենական փրկության գործին։ Ուստի կոչ եմ անում, որ ձեր նվերները եւ ձեր ընծաները դուք չպահեք ու հույսներ չդնեք դրա վրա, այլ աջակցեք, մասնակից լինեք եւ ամեն բարի գործի մեջ հաջողված լինեք։ Օրհնում եմ ձեզ եւ թող Տերը լրացնի ամեն կարոտություն, որ ունեք ձեր կյանքում, ձեր ցանկսի, ձեր հունցքի միջոցով։ Աստված օրհնի ձեզ եւ բարձրացնի ձեզ։ Եղեք շատ օրհնված։ Սիրելի բարեկամ, քո նվիրատվությունները կարող ես փոխանցել հետեւյալ հաշվեհամարին։ Աստված օրհնի քեզ։